Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի կազմակերպած երիտասարդության ֆորումին։ Նախարարը դիմել է միջոցառման մասնակիցներին և ներկայացրել Վրաստանի կառավարության կողմից վերջին տարիներին իրականացված նախաձեռնությունները, ուղղված երիտասարդական քաղաքականության զարգացմանն ու ծառայությունների բարելավմանը։ Ֆորումը կազմակերպվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից և նպատակ ուներ խթանել մինչև 2030 թվականը կայուն զարգացման նպատակների իրականացմանը և այդ գործընթացում երիտասարդների դերի ուժեղացմանը։ 2026 թվականի երիտասարդական ֆորումի թեման է նորարարություն, միասնություն և վերափոխում։ Երիտասարդները կերտում են ճանապարհը դեպի 2030 թվական։ Ֆորումին մասնակցել են մոտ 100 երկրի երիտասարդության նախարարներ, ոլորտի առաջնորդներ և երիտասարդ պատվիրակներ։ Հունգարիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները նոր հույսեր են առաջացրել վրացական ընդդիմության մեջ։ Վիկտոր Օրբանի կուսակցության պարտությունը և ընդդիմության առաջնորդի հաղթանակը իշխանության ընդդիմախոսների համար դարձել են կարևոր խթան նոր պայքարի և համապատասխան ռազմավարության ձևավորման համար։ Ընդդիմության մի մասը գտնում է, որ հունգարական սցենարը պետք է կրկնվի նաև Վրաստանում։ Նրանք համաձայն են, որ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա ընտրությունների միջոցով և ընդգծում են ընտրողների հետ ավելի ակտիվ հաղորդակցության անհրաժեշտությունը։ Իսկ իշխանական թիմում վստահ են, որ ընդդիմությանը Վրաստանում ոչինչ չի հաջողվի, քանի որ նրանք հակադրվում են վրաց ժողովրդի կամքին և կատարում են միայն արտաքին ուժերի պատվերը։ Միացյալ Չեզոք Վրաստան քաղաքական կուսակցությունը ճեպազրույց է անցկացրել։ Ինչպես հայտարարում են Չեզոք Վրաստանում, վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների լույսի ներքո ծայրաստիճան անտեղի է խոսել Եվրատլանտյան ինտեգրման մասին և դա արտաքին քաղաքականության անվերջ շարունակությունն է, որը հիմնված է ամբողջությամբ պատրանքների վրա։ Ինչպես Չեզոք Վրաստանում են հայտարարում, այն պատմությունը, որը ենթադրում է չեզոքության գաղափարը որպես Ռուսաստանին կապիտուլյացիա, կեղծ է և ցավալի է, որ արտաքին գործերի նախարարի հայտարարությունը խոչընդոտում է հասարակության մեջ չեզոքության գաղափարի ճիշտ ընկալմանը։ Վրաստանի ինքնավար ուղղափառ եկեղեցին պատրաստվում է նոր պատրիարքի ընտրությանը։ Հոգևոր առաջնորդի ընտրության ընթացակարգերի և կազմակերպչական մանրամասների մասին հոգևորականները զրուցել են առաջին ալիքի եթերում։ Սինոդի ընդլայնված նիստում 39 եկեղեցական ծառայողները քվեարկության արդյունքում հավանաբար ապրիլի 24-ին նշանակված նիստում կբացահայտեն պատրիարքության 3 թեկնածուի։ Նույն օրը պարզ կդառնա, թե երբ կնշանակի պատրիարքական աթոռի տեղապահը Վրաստանի եկեղեցու ընդլայնված ժողովը, որտեղ կընտրվի համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքը։ Եկեղեցու առաջնորդ կդառնա այն թեկնածուն, որը կստանա առնվազն 20 անդամի ձայն։ Ինչպես հայտնի է, Վրաստանի եկեղեցու ժողովը կանցկացվի Սուրբ Երրորդության մայր տաճարում և դրան ներկա կգտնվի մոտ 2000 պատվիրակ։ Ընթանում է փոխնախարար Գեորգի Խայնդրավայի պաշտպանության նախարարության գնումների վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Ղուդուշաուրի, ինչպես նաև Ջուանշեր Բուրջուլաձեի կնոջ եղբոր Վասիլ Մխեիձեի դատավարությունը։ Այսօրվա նիստում պաշտպանական կողմը պետք է հանդես գա եզրափակիչ խոսքով։ Փաստաբանները կամփոփեն գրեթե 9 ամիս տևած դատական քննությունը։ Ինչ վերաբերում է դատավարական համաձայնությանը, այս պահին գործով մեղադրվող բոլոր 4 անձինք դիմել են դատախազությանը դատավարական համաձայնագիր կնքելու համար, սակայն դատախազությունը համաձայնել է միայն Վրաստանի պաշտպանության նախարարության գնումների վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Ղուդուշաուրի հետ հաշտության համաձայնագրի համար, իսկ մյուսներին մերժել է։ Թե ինչու մյուսների, այդ թվում Ջուանշեր Բուրջուլաձեի հետ չի կնքվում հաշտության համաձայնագիր, փաստաբաններին հայտնի չէ։ Նախկին պաշտպանության նախարարի փաստաբան Մարիամ Շաթիրիշվիլիի խոսքով դա դատախազության հայեցողական իրավունքն է, թե ում հետ կնքի հաշտության համաձայնագիր։ Նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրջուլաձեն մեղադրվում է մի քանի քրեական հոդվածներով, որոնք վերաբերում են պաշտոնական լիազորությունների չարաշահմանը և ապօրինի եկամուտների օրինականացմանը։ Այդ հանցագործությունները նախատեսում են 9-ից 12 տարվա ազատազրկում։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները տարբեր ժամանակներում ձերբակալել են 3 անձի՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և իրացմանն աջակցելու մեղադրանքով։ Իրավապահները որպես իրեղեն ապացույց առգրավել են վաճառքի համար փաթեթավորված տարբեր տեսակի խոշոր չափերով թմրամիջոցներ, այդ թվում ալֆա PFP, մեթադոն և չորացված մարիխուանա։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
Սահմանապահ ոստիկանությունը ձերբակալել է 3 անձի պետական սահմանը խմբով ապօրինի հատելու փորձի և պետական սահմանը միգրանտների ապօրինի տեղափոխման փորձի համար։ Հետաքննությամբ պարզվել է, որ 1963 թվականին ծնված օտարերկրյա քաղաքացի իր վարած բեռնատար ավտոմեքենայում առկա թաքստոցի միջոցով փորձել է Վրաստանից Թուրքիայի Հանրապետություն ապօրինի տեղափոխել 2 անձի։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 8 տարվա ժամկետով ազատազրկում։ Դոնալդ Թրամփն ասում է, որ Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները կկայանան այսօր։ Ինչպես ԱՄՆ-ի առաջնորդն է պարզաբանել, նա փորձում է թուլացնել լարվածությունը Իսրայելի և Լիբանանի միջև, սակայն Լիբանանի նախագահի աշխատակազմում հայտարարում են, որ Լիբանանը որևէ տեղեկություն չունի Իսրայելի հետ ապագա որևէ շփման մասին։ Հիշեցնենք, որ անցած գիշեր Իսրայելի անվտանգության աշխատասենյակը քննարկել է Լիբանանում հնարավոր հրադադարի հարցը։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է Իսրայելի պաշտոնական անձը, իսկ լիբանանցի պաշտոնատար անձանց տեղեկություններով հրադադարի մասին որոշումը կարող է շուտով հայտարարվել։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հերքել է տեղեկություն, որ ԱՄՆ-ն Իրանից պահանջել է երկարաձգել հրադադարը։ Նրա խոսքով բանակցություններն ընթանում են արդյունավետ։ Հարցին արդյոք կլինի Իրանի հետ բանակցությունների երկրորդ փուլ, Լևիթը նշել է, որ այն հավանաբար կրկին կանցկացվի Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով ԱՄՆ-ի ծովային շրջափակումը լիովին գործարկված է։ Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի, եթե Իրանի հետ պայքարը կնորացվի։ Իսրայելի վարչապետի խոսքով երկիրը մոտ է Հեզբոլլահի գլխավոր հենակետի ոչնչացմանը։ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձում նաև նշել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների նպատակները պատերազմի հարցում կրկին համընկնում են։